Պարոն Սահակյան, դուք կիրակի օրը մասնակցել եք Էջառիս վանական համալիրում Սուրբ եւ անմահ պատարագին, որի ժամանակ հնչել է ամենայն հայոց կաթողիկոսի անունը, չի զեղչվել քահանայի կողմից։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցություն ունեցել եք եւ հնարավոր է, որ դուք առաջիկայում ազատվեք պաշտոնից։ Ոչ մի խոսակցություն չենք ունեցել, ես պատարագին մասնակցում եմ եւ մասնակցում եմ հոգևոր արժեքները լավ հասկանալով եւ իմ համար նշանակություն չունի, թե ինչ անուններ են հնչում այնտեղ, այսքան։ Այսինքն նշանակություն չունի, պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը հնչեցնելը պատարագի մի մաս է կազմում, եթե դուք հոգևոր առումով հետևում։ Ես ասում եմ անունները իմ համար նշանակություն չունեն։ Հարցը ինչու՞մ էր կայանում ձեզ պաշտոնանկարվելու հետ կապված, որ հնարավոր է դուք չեք կարողացել հասնել նրան, որ քահանաները զեղչեն կաթողիկոսյան, որտեղ ոչ հանձնարարական եմ ունեցել, ոչ էլ նպատակ, ոչ էլ ինչ-որ նմանատիպ խոսակցություն ա եղել, կարծում եմ այսքանը բավարար է։ Բայց տեսեք, Նիկոլ Փաշինյանը որտեղ որ մասնակցում է պատարագների, այդտեղ զեղչվում է ամենայն հայոց կաթողիկոսի։ Ես հարցին չեմ կարող պատասխանել։ Իսկ երբ որ ձեր ներկայությամբ հնչեց ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Ուշադրություն չեմ դարձնում նման փաստերի անուն հնչումա, թե ոչ։ Դուք հիմա ուզում հասկանամ, ընդունում եք ամենայն հայոց կաթողիկոսի։ Ոչ, իհարկե չեմ ընդունում։ Ամենայն հայոց կաթողիկոսը կարծում եմ պետք է հեռանա, թողնի եւ մաքրի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին։ Իսկ ձեր թեմի առաջնորդը, եթե դուք մտածում եք, որ պիտի ամենայն հայոց կաթողիկոսը հեռանա, արդյոք պիտի նա էլ չհեռանա։ Սրբակենցաղ է առաքել սրբազան։ Ինչի համար պիտի հեռանա։ Սրբակենցաղ է առաքել սրբազան։ Այո, վստահ։ Նա զավակ չունի։ Չգիտեմ, տեղյակ չեմ։ Որ չգիտեք ինչի եք վստահ, որ սրբակենցաղ է։ Դե ես իր հետ շփվելուց նման տպավորություն եմ ստացել։ Դուք իրեն երբևէ հարց չեք հղել իր որդի ունենալու։ Իսկ հիմա կհարցնեք իրեն, արդյոք Արգիշտիկ Հարամյանը իր որդին է, թե ոչ, ինչու։ Ոչ, ես նման հարց մարդուն չեմ ուղղի։ Եթե դուք դրա կարիքն չկա նման հարց ինչ-որ մեկին։ Դուք եւ ձեր իշխանությունը հարց եք բարձրացնում կաթողիկոսի զավակ ունենալ չունենալու վերաբերյալ։ Ինչպես է ստացվում, որ մենք եւ մեր իշխանությունը բոլոր այն մարդկանց մասին հարց բարձրացնում, ովքեր խախտել են իրենց տված ուխտը։ Հարցնեք առաքել սրբազանին։ Ոչ չեմ հարցնի։ Ինչու չեք հարցնի։ Ինչի ստացվում, որ հարմար չեմ գտնում։ Հիմա դուք չի ստացվում, որ Չի ստացվում ոչինչ։ Չէ, ստացվում է, պարոն Սահակյան։ Նայեք, դուք Ես խնդրեցի, չէ՞ որ ասացի ժամանակը։ Ես ձեր բոլոր հարցերին կարծում եմ սպառիչ պատասխան տվեցի։ Այս հարցին ես շատ սպառիչ պատասխան տվեցի։